շատ դժվար կլինի, պետք է նաև դա զուգորդել փողոցային տարբեր պայքարների Նախորդ խորհրդարանի ժամանակ նույնպես եղել են փողոցային բազմաթիվ պայքարներ, ցավոք հաջողության չի ասել, նախորդ փորձի, նախորդ կարելի ասել սխալների վրա պետք է ուղղել եւ նոր ճանապարհներով գնալ առաջ։ Ակտիվ խորհրդարանական գործունեություն ենք տեսնելու ձեր կողմից։ Բնականաբար եւ իհարկե բարձրացվելու են բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ հարցեր մեր քաղաքացիների ամենօրյա այն խնդիրները, որոնց հետ մեր քաղաքացիները ամեն օր առնչվում են։ Եվ պարոն Խաչատրյան, քանի որ էջմիածից եք գալիս, այսօր վեհապար Հայրապետի ներկայությունը կարծեք թե նախատեսված չէ, հրավեր ամեն դեպքում չի ուղարկվել։ Ստացվում է, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է վեհապար Հայրապետը, ում վեհապար Հայրապետն է նաև ընդդիմության, նաև հանրության, որոնք օրինակ այսօր սպասում էին Անդրանիկ նիստին, ավանդաբար եւ օրենքով սահմանված ողջ երթի խոսքը։ Ձեզ համար սա ընկալելի է, ձեր դիրքորոշումը որն է լինելու, եթե այսօր օրինակ վեհապարի փոխարեն ինչ-որ մեկը որոշի ելույթ ունենալ։ Իհարկե ընդունելի չի այդ մոտեցումը, որովհետև նաև սահմանադրությամբ է ամրագրված, որ վեհապար Հայրապետը խոսքի իրավունք ունի, կարող է գալ, եւ ես կարծում եմ, որ վեհապար Հայրապետը եթե ինքը որոշի գալ ներկա լինել, ըստ սահմանադրությամբ պարտավոր են իրեն տրամադրել ելույթ եւ վեհապար Հայրապետը օրինանքով ողջույնի խոսքով հանդես գա։ Չգիտեմ, խոսակցություններ եղան, որ միգուցե նաև կարգալույց եղած որևէ հոգևորականներից ներկա լինեն, բայց ամեն դեպքում իհարկե մենք այդ ամենին համաձայն չենք եւ կտրուկ համաձայն չենք դրան, մենք մեր դիրքորոշումը, մենք մեր կարծիքը տեղում կհայտնենք։ Եվ մի փոքր ճշգրտում էլ հաշվի առնելու, որ օգոստոսի 7-ին վեհապար Հայրապետի եւ 6 բարձրաստիճան հոգևորականների դատական նիստն է, մեկ այլ կարգալույցի ձեռամ այսպես ներկայացված հայցի հիմքով, ձեր այսպես վերաբերմունքը նմանատիպ սցենարներին զուգահեռ սա նաև ուղղված է հանրային շերտին, որոնք ընդդիմադիր են այսօրվա իշխանությանը։ Սա իշխանության կողմից արված խայտառակ քայլ է, այսինքն տեսնել մենք այս ընթացքում շատ ոտնձգություններ տեսանք դեպի հայ առաքելական եկեղեցին, դեպի ամենայն հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան հոգևորականները, բայց պատկերացրեք, նո ամսի 7-ը շատ մոտ է, ես չեմ պատկերացնում ինչպես պետք է տեսնել վեհապար Հայրապետին, չգիտեմ դատարանում որևէ մեղադրյալի աթոռի նստած, սա ոչ միայն իշխանությունների կողմից արված, բայց սա նաև ազգային խայտառակություն է։